ասֆալտը տանում են գյուղեր, բայց այդ գյուղերում մարդ չի ապրում։ Ես դրա մասին եմ ասել։ Իմաստը որն է, տանում եք դպրոց եք սարքում մի գյուղում, 240 հատ դպրոց փակում են, մի 30 հատ սարքել են ու ուրախանում են։ Հիմի մի գյուղում սարքում են, 4 գյուղում փակում։ Մեր մոտ։ Այսինքն այդ գյուղում էլ երեխա չի ծնվել, այդ 4 գյուղ։ Բա այդ է, մենք դրա համար գնում ենք հիմնական հարցը լուծելու առաջի հերթին, դրա համար նայել եք, չեք նայել, Մելոյան Գոհարը, եթե պետք է մի հատ էլ ներկայացնի, նայել եք։ Դա լինելու է մեր պետության գլխավոր ծրագիրը, դա այդ ծրագրի առաջի մասն էր։ Այդ ծրագիրը լինելու է շարունակական, մենք այնպես ենք անելու, որ ունենանք բնական աճ։ Պատկերացնում եք, բնական աճը ծնվողների եւ մահացողների տարբերությունն է։ Ես հասկանում եմ իշխանության ցանկությունները։ Իրենք պլան ունեն դրած, սկզբից սահմանամերձ գյուղերն են հայատապում ադրբեջանցիներին լցնելու համար, բայց հենց մենք ապրել ենք ադրբեջանցիների հետ, կոնկրետ Տաշիրում մենք ունեինք ադրբեջանցիների գյուղեր, մի 6-7 հատ։ Դուք գիտեք իրենք ինչ արագությամբ բազմանում են։ Դեռ նախկինում սովետական ժամանակ այդ նպատակը այդքան ագրեսիվ չի եղել։ Հիմա դա լինելու է շատ ագրեսիվ։ Իրենց պետք է շատ արագ Թուրքիան միացնեն Ադրբեջանին։ Դրա համար ասում են խաղաղությունը, գիտեմ, որ այս հարցով ավելի արագ են միացնելու առանց զոհերի։ Բերելու են, լցնելու են ադրբեջանցիներին մեր երկիր, հետո էլ մի հատ ռեֆերենդում կանեն, որ մենք 3 բարեկամ երկրներ ենք, միանանք իրար պրծնենք։ Սրա մասին է խոսքը։ Վտանգը ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, կամ դուք պատկերացնում եք։ Այս նվաստացած վիճակը մենք մի օր պետք է կանգնեցնենք, այսինքն հունիսի 7-ին պետք է կանգնեցնենք, փոխենք, Ժողովուրդ ջան, փոխենք։ Ես իմ շատ լավ կյանքը փոխում եմ սրա հետ։ Ինձ հավատացեք, իմ կյանքում սա վերջի բանն էր, որ ես կուզեի իմ ընտանիքի համար։ Բայց երբ մենք արդեն պատերազմ ենք հայտարարում մեր եկեղեցու դեմ, այսինքն ինչի մասին ենք խոսում։ Դրա համար պայքարելու ենք